Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Կարծես թե մեր համագործակցությունը շարունակվում է ընտրություններից հետո, ինչպես եղել է նախընտրական շրջանում, եւ հիմա հասկանանք ինչ է արձանագրել ընդհանրապես նախընտրական շրջանում եւ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, որ խոսում ենք ընտրակաշարքների մասին, դրանց մասին եւս դրանց կրկին կանդրադառնանք, բայց ավելի շատ ուզում եմ ձեզանից հասկանալ, իմանալ ինչպիսին է հանրության տրամադրվածությունը, որտեվ հետ ընտրական շրջանում երբեմն մարդիկ ինձ հանդիպում են եւ ասում են, «Վա, եթե նախկինները կան, եթե այդ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի եռագլուխ այդ կուսակցությունները կան, մարդկանց մոտ կան նաև վախի մթնոլորտը»։ Հիմա ինչ եք դուք ձեզ համար արձանագրել եւ ինչով է քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այդքան վստահ, որ իրենք անաչառ հաղթանակ են տարել։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ ասեմ, որ նախընտրական շրջանում էլ քարոզարշավի ժամանակ ակնհայտ էր, որ մեր քաղաքացիների վստահություն ենք վայելում եւ այն օրակարգը, որ մենք որդեգրել ենք այն է խաղաղությունը դարձնելու հարատև, մեր քաղաքացիների կողմից ընդունված է եւ ընկալելի էր եւ մեր քաղաքացիների հետ միասին ենք մենք այս օրակարգը, այսպես ասած, կառուցել։ Եվ շատ վստահ էինք, որ ամեն դեպքում մեր քաղաքացիների ողջախոհության վրա որ որևէ կերպ չեն ազդի, բայց մենք տեսանք այդ ընթացքում, թե ինչպիսի ազդակներ եղան արտաքին աշխարհից, այսպես ասած, ոչ միայն ներհայաստանյան, ինչպես նաև հիբրիդային պատերազմի ձևով եղավ նաև մեծ քանակի ընտրակաշարքների, ուղղորդված ընտրություններ եւ այլն, բայց ելի պետք է ասեմ, որ իրապես մեր քաղաքացիները կարողացան այս ամբողջ պայքարի մեջ, երբ որ կոնկրետ չեմ խորշի ասել, որ իշխանազավթման process էր իրականում ընտրությունների միջոցով, բայց կարողացանք հաղթահարել այս process-ը եւ թեպետ տոկոսային հարաբերությամբ գուցե այս անգամ մենք ավելի ցածր տոկոսներ ենք հավաքել, ինչի համար ասում են օրինակ միգուցե նեղված եք, միգուցե բայց հաշվի առնելով են բոլոր ազդակները, որոնց մեջով մենք անցել ենք, ես կարծում եմ բավականին լավ արդյունք ենք գրանցել, ամեն դեպքում կարողացանք պահպանել մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև այո, այս ընտրությունները Հայաստանի պետություն ունենալ ու չունենալու ընտրություններ էր, ինչպես նաև պատերազմի ու խաղաղության միջև ընտրություններ էր եւ հստակ քաղաքացին ցույց տվեց, որ ամեն ազդակները հաշվի առնելով ընդունում է այս ուղին։ Արցախի ունենալու եւ չունենալու նաև ընտրություններ։ Գիտեք, նաև այդ Արցախի բանը ոչ թե Լեռնային Ղարաբաղի թեման շարունակելու թե չշարունակելու հարցեր եւ այո Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքնընդրությամբ հաստատեց, որ չեն գնում այդ ճանապարհով, որովհետեւ անխուսափելի այդ ճանապարհով գնալը նոր պատերազմ հրահրելու հիմք է հանդիսանալու եւ մենք գնացինք այն ճանապարհով ու մեր քաղաքացին մեզ տվեց այդ մանդատը, որ շարունակենք այս քաղաքականությունը։ Հիմա խոսենք արդեն ընտրակաշարքների մասին։ Դուք խոսում եք ընտրակաշարքների մասին, հակառակ կողմն էլ է խոսում ընտրակաշարքների։ Երկու ստեկ մեղադրանքները կան, բայց ամեն դեպքում դեռ մենք չունենք, ինչպես Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, մեղադրյալ չկա այս հարցով։ Ընտրակաշարքների թեման հիմա այնքան է ակտուալ դարձել, այնքան է թեժացել, որ նույնիսկ մենք տեսանք, որ ավականու նիստի ժամանակ արդեն պարոն Ավինյանն էր խոսում, որ կաշիների քերթելու են նրանց, ովքեր ընտրակաշարք են։ Հարցս հետևյալն է, Տիկին Ղազարյան, հնարավոր չէ ընտրություններից առաջ մի այնպիսի համակարգ մշակել, որ ընտրակաշարքի եթեկուս պատժիչ այդ չափաբաժինը ոչ թե լիներ 7 տարի, ենթադրենք լիներ ցմահ։ Արդյոք իշխանություններն էլ չնպաստեցին նրան, որ այդ ընտրակաշարքները լինեն։ Տեսեք, մենք 18 թվականից հետո, քանի որ գնացել ենք թափանցիկ արդար ընտրությունների, ճիշտ է եղել են փոքր դրվագներով դիմերում նման դրսևորումներ, բայց մեծ ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյունքների վրա։ Բայց երբ որ սահմանված է ընտրակաշարքի հիմքով պատիժներ 7 տարի, 9 տարի տալու, վերցնելու, միջնորդելու եւ այլն, եւ մենք չմտածեցինք, որ կարող է այսպիսի թափով ու այսքան
կազմակերպված լինել այդ process-ը, ընտրակաշառքներ, ինչպես նաև ուղղորդված ընտրություններ, տարբեր դրդապատճառներով, մեկին ինչ որ դատական process-ներին օգնելու բանով էին բերել ընտրության, մյուսին, չգիտեմ, տարբեր խթան մյուսի գուցե բիզնեսների, տեսեք Չալաբյանը երեք բան եղավ կալանավորվեց, ինչի հիմքով որ ձայնագրությունը բոլորիս հայտնի դարձավ, որ փորձում է դրսի մարդկանց ուղղորդել, թե ինչպես ազդել հայ գործարանների վրա, որպեսզի նրանք գան եւ այստեղ ընտրություն կատարեն այս կամ այն անձի օգտին։ Սա բնականաբար շատ տհաճ երևույթներ են, որին ականատես եղանք, ինչը մեր համար համ սпасել էր, համ չենք պատկերացնում այս մասշտաբի։ Իհարկե հիմա արդեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես ենք եկել պատգամավորական, թե ընտրակաշառք տալ վերցնել եւ միջնորդել, որի համահեղինակ եմ նաեւ ես, տարիները ավելացնում ենք, պատժամիջոցը ավելացնում ենք, բայց պետք է ըստակ սահմանենք, որ պետք է լինի նաեւ կանխարգելի չգործընթաց։ Բացի պատիժը սահմանելուց, որովհետեւ երբ որ նայում ենք, ինչից էր օրինակ վարչապետը վրթովել եւ ես նույնպես, երբ որ սկսեցինք արդեն նախապատրաստել այդ նախագիծը, հասկացանք, որ այդ հիմքով դեռևս որևէ անգամ որևէ գործ հարուցված չէ եւ եթե հարուցված գործ է եղել, ապա ինչ կերպով արդարացվել է։ Եվ այստեղ ողջամիտ կասկած է առաջանում, եթե մարդուն ընտրակաշառքի հիմքով գործ է հարուցվել, այդ ոնց է եղել, որ ինչ որ հանգամանքներ են ի հայտ բերել եւ արդարացրել են, բնականաբար չենք հավատում, որ դա կարող է այտենց արդար հիմքով լինել։ Այդ իսկ պատճառով միշտ ենք նշել, որ դատաիրավական համակարգը դեռևս գտնվում է ճգնաժամի մեջ, որովհետեւ 8 տարին այդքան քիչ ժամանակ մենք այդքան փոփոխություններ իրականացրեցինք դատաիրավական համակարգում, բայց ինձ թվում է այդ համակարգի խորը խնդիրներից ազատվելը դեռևս վերջնարդյունքի չի հասել, որ դատավորը կարողանա ինքնուրույն դատական վճիռ կայացնել։ Այսօր մենք ինչի ենք ականատես լինում, որ մեկը մեր ընդդիմությունը, որը որ այսպես փրփուրներից կախված փորձում է սահմանադրական դատարան է դիմում, որ ինչ որ մի ելք գտնի, բայց այնուամենայնիվ ոչ մի ինստիտուտի չի վստահում։ Դա ինչից է գալիս։ Իրենց իսկ փորձից է գալիս, որովհետև իրենց տարիներին իրենք են որոշել, որ դատավորը ինչ վճիռ կայացնի ու մոքտին ոնց։ Մարդիկ անկախ չեն գործել, անկախ մարմինները ըստ էության անկախ չեն գործել։ Այդ իսկ պատճառով հիմա պահանջը, տեսեք, ԿՀ-ն որոշում է կայացնում, իրանք իշխանության դեմքին են նայում, ասում են իշխանությունն արեց, որ ԿՀ-ն է որոշել, ասենք անվավեր ճանաչել, եթե ընդ որում ձեր դիմումների ու բողոքների հիման վրա։ Բայց էլի բան են անում իշխանությանը, որովհետև չեն ուզում հավատան ու չեն էլ պատկերացնում, որ ինստիտուտները կարող են անկախ գործել։ Ամբողջ խնդրեմն է սա, ու մենք գնում ենք այն ճանապարհը, որ այո, ինստիտուտները գործեն անկախ, ամեն մարդ զբաղվի իր գործով եւ միջամտություն չունենա, այդ ժամանակ նոր պետությունը ինստիտուցիոնալ կայացում կունենա։ Իհարկե ունենք ճանապարհ դեռ այս առումով անցնելու, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական խնդիր ունենք հաղթահարելու նաև որոշ տոկոս մեր հայրենակիցների մոտ, որ ընտրակաշառքով չի կարելի որոշել երկրի ապագան, որովհետև այսքան մենք էլի ենք զրույց ունեցել, վստահաբար ասած կլինեմ, որ պատերազմի ու ամեն ինչի այս արհավիրքներով անցնելուց հետո ես չեմ պատկերացնում, որ կարելի է գնալ եւ ընտրակաշառքի հիմքով ընտրություն կատարել, օրինակ ես դա ընդհանրապես դրա համար վստահ եմ, որ դա չի լինի, բայց նաև մի լավ փաստ պետք է հարցանագրեմ, որ թեպետ այդքան մեծ կազմակերպվածության, այդքան ներդրումների եւ այլն, որ շատ մեծ, եթե դուք ծանոթ լինեիք, օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությանը արդարադատության, այնտեղ մանրամասը նկարագրված է, թե ինչ կազմակերպված մասնագետների ներգրավման process են իրականացրել այս ընթացքում, կտեսնեք, որ իրենց աշխատանքի համեմատ մեր քաղաքացիները ամեն դեպքում չեն ընտրել իրենց։ Թե եթե ընտրեին իրապես այդ կազմակերպվածության հիմքով, իրենք վստահաբար ավելի շատ ձայներ կհավաքեին։ Հիմա դուք եք հիմա մյուս կողմի փաստերը ձեր հանդեպ, որ դուք եք ընտրակաշառքներ բաժանել, դրանք թոշակների բարձրացումն են, դրանք ապահովությունն է առողջապահության, Նիկոլ Փաշինյանը բյուջեում գումար չկար, այդ ինչպես ստացվեց, երբ որ ասում էր նույնիսկ 1000 դրամը, մի խոսքով, դուք եք գնացել այդ քայլին։ Սա գիտեք, Տիկին Ղազարյան, կա նաև այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը բավականին հմուտ է այս հարցերում եւ նա կարողանում է իր մարտավարությունը այնպես բայց դա չեմ հիմք ընդունում։ Հիմա ամեն դեպքում ձեր կողմից էլ է արվել քայլեր հասարակությանը այս 7 տարիներից բացի այս 1 տարվա ընթացքում եւս դուք ունեցել եք քայլեր, որոնցով կարողացել եք հենց ամենավերջի պահին հանրության որոշակի այնպես չի, որ բոլոր թոշակառուներն են ձեզ ընտրել։
Դա չէր մեր հիմքը, որ բոլոր թոշակները մեզ պետք է ապահովագրությունից օգտվողները կան մարդիկ, որ օգտվել են առողջապահության ապահովագրությունից, բայց օրինակ ընտրել են Ռոբերտ Քոչարյանին, քանի որ համարում են, որ նա կարող է երկիրը այս իրավիճակից փրկել։ Այստեղ ամենակարևոր փաստը, որ պետք է նշեմ, յուրաքանչյուրը ազատ է եղել իր ընտրության մեջ ու իմացել է, որ իր քվեն հաշվարկվելու է, ոչ մի քվե չի կորելու։ Սա փաստ է, որը որ 18 թվականից մեր քաղաքացիներին բացառիկ իրավունքն է եղել, որից զրկված են եղել տարիներ շարունակ անկախացումից հետո։ Երկրորդը, հակառակ դեպքում իշխանությունը պետք է աշխատանք չկատարեր, եթե հաշվի առնենք այս ամբողջ process-ները։ Թոշակների բարձրացման մասին խոսելը ուղղակի զավեշտալի է, որովհետև մենք անընդհատ ենք թոշակները բարձրացրել ուղղակի եւ անուղղակի եղանակով։ Ու դա ինչպես է ընտանիքում լինում, երբ որ դու ունես գումար, կարողանում ես տրամադրել այս կամ այն ծախսին։ Մենք երբ որ ապահովագրությունը ներդրեցինք, մեր համար դա էր ծանր բեռ բյուջեի վրա ու հաշվարկներ պետք է արվեր արդյոք դրա տակից դուրս կգանք եւ այլն։ Երբ որ դա ներդրվեց հունվարին եւ սկսեց աշխատել, արդեն մոտավորապես պատկերը ունեցանք, նրանից հետո ունեցել ենք տնտեսական աճ, որի հիմքով էլ թոշակները բարձրացվել։ Եվ մենք միշտ ենք ասել, հիմա էլ է շարունակվելու, եթե գնաճ ունենանք, պարտադիր գնաճի հետ զուգահեռ թոշակների բարձրացում ենք ունենալու, դա նորմալ է։ Երկիրը, իշխանությունը աշխատում է, ղեկավարությունը աշխատում է։ Ըստ բյուջեի պետք է կարողանաս քո ծախսերն ու եկամուտները կարողանաս հաշվարկել։ Սա է ընդհանրապես էությունը եւ դա ընդհանրապես կա։ Եթե դա ընտրակաշառք լիներ, դա մեկ անգամ կտրվեր, հետո այդպես խոսում էին, իդեպ մարդկանց մեծ խոսակցություն կար, որ ընտրություններից հետո հնարավոր է ապահովագրությունը կրճատվի, թոշակները կրճատվեն։ Ես միանշանակ կարող եմ ասել, դա ոչ, մենք վստահ ենք մեր եկամուտների բյուջեի հավաքագրման վրա եւ կարող ենք շարունակել այդ բոլոր ծրագրերը, ընդ որում դեռ ապահովագրողների քանակի շրջանակը ամեն տարի դեռ ավելանալու է մինչեւ 2029 թվական, այնպես որ կարող են հանգիստ 28 թվական, մի քիչ սխալվում եմ, 28 թվական իմ հիշելով, այնպես որ դա անկասելի process է։ Դա առաջ են գնալու ընդհանրակառակ շրջանակը մեծացնելով մարդկանց, այնպես որ անհիմն խոսակցություններ են նման հարցերում մեղադրել, ինչ աշխատանք չանենք։ Մենք միշտ մեր տեմպը չենք փոխել, ընտրություններից առաջ ենք եղել, թե ընտրություններից հետո։ Հիմա ինչ աշխատանքներ չեն տարվում, իհարկե տարվում են ավելի մեծ թափով։ Իսկ ինչու չսպասեցիք ընտրությունների ավարտին, օրվա ավարտին եւ կեսից հայտարարեցիք, որ արդեն Գիտեք, տեսեք, հանձնաժողովները աշխատում էին, մենք նախորդ անգամ էլ ենք նման պրակտիկա ունեցել եւ վարչապետը դեռ վերջնական արդյունքները չհաշվարկել։ Ասում Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությամբ սադրեց ընդդիմությանը, որ ընդդիմությունը ժողովրդին հանի ոտքի եւ փողոց ժողովուրդ կա փողոցում։ Ինչու շտապեցիք այդ վստահությունը որտեղից է։ Այդ պահի դրությամբ բոլորն էլ ընտրաբաները, տարածքները փակվում էին եւ դե բնականաբար մեր հանձնաժողովի անդամները վստահված անձիկ ուղարկում էին մեզ անընդհատ մեր ոնց որ արձանագրության կոպիները։ Տեսնում ենք, որ ամեն տեղում ինչքան ձայներ ունենք եւ վստահաբար արդեն տեսանք մոտավորապես մեծամասնությանը փակվել էր արդեն ընտրատարածքները, վստահ ենք, որ արդեն մենք մեծամասնություն ենք, իհարկե ոչ տոկոս ենք նշել ոչ բան, բայց հայտարարեցինք, որ այո, այս ընտրություններում մի շնորհակ դե ուրախ ենք, երջանիկ ենք, ի վերջո դժվար պայքար է։ Փաշինյանը ասում են հրահանգավորեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկարել այն թվերը, որպեսզի հետագայում դա էլ է զավեշտ, դրա համար փողոցում մարդ չկա, որովհետև բոլոր հանձնաժողովներում ներկա են եղել ավելի շատ ընդդիմադիր ներկայացուցիչներ, քան իշխանական։ Իրենք են ստորագրել յուրաքանչյուր արձանագրության տակ ու չեն կարող դա որևէ կերպ կեղծել կամ բան անել, փոխել։ Իրենք մասնակցել են բաներին, հաշվարկներին, ստորագրել են, այդ տվյալները գնացել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դրա համար այս մասով իրանք նույնիսկ չեն էլ խոսում։ Չեն խոսում, կարող է ժողովրդի մի նեղ մարդկանց մոտ նման հայտարարություն անեն, բայց փաստերը այլ բանի մասին են։ Իրենք այդ մասով խոսք անգամ չունեն։ Տես խոսում են օրինակ վարչական ռեսուրսեք օգտագործել, այն ինչ որ փրփուրից կախված հայտարարություններ, բայց մարդկանց եք ծեծել, մարդկանց եք ինչ որ ծեծել, ես չի լսես առաջին դեպքն։ Այնտեղ որոշակի տեսանյութեր են տալիս եւ այլն, դրե եղել են ծեծկրտուկներ, եղել են համոզում։ Մի խոսքով, այնպես չի որ շատ հանդարտ խաղաղ դե հասկանանք, տեսնենք ինչ կլինի։ Ամեն դեպքում տեսեք, ավականունիստը ասեցիք, սադրիչ գործընթացներ, որի հետևանքով մարդիկ, ասենք փաստի հիման վրա, ես ինչքան չեմ սխալվում, մեր խոսքը եղել է, որ իրենց ցուցակի առաջին համարը կամ երկրորդ համարը այս ավականունիստի մասին դեռ կխոսենք, ընտրությունների մասին է խոսքը, որ կան տեսանյութեր, գյուղապետեր եւ այլն։ Ամեն դեպքում դուք արդյունքներից գոհ եք։ Այո։ Ընթացքը ինչպես է անցել գոհ եք։ Գոհ եմ, այո։
Իհարկե ես էլ եմ ասում, ընդդիմության գործիքներ թող դիմեր սահմանադրական դատարան, որպեսզի որևէ նշույլ, կասկած, որևէ մեկի մոտ ես կարծում եմ, որ քաղաքացիները տեսեք, արդեն քանի օր է անցել ընտրություններից։ Եթե ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնամ ու ընտրեմ ու պարզվի, որ իմ ձայնը գողացվել է, ինչը փողոց դուրս չէի գա կամ ընդդիմադիր մեկ ուժ փողոց դուրս չէր գա ու կռիվաներ։ Քանի օր անցել, որևէ խնդիր Խնդրում եմ, այսքան ժամանակ հանրահավաք ա եղել 18 թվականից հետո ինչ ֆորմատով ասես հանրահավաք են արել, որևէ խնդիր չի առաջացել, այնպես որ չեմ կարծում որևէ խնդիր այս անգամ էլ կառաջանար։ Ես ասում եմ, եթե մի կասկած ունեն այն նշուր, քաղաքացին ինքնա դուրս գալիս փողոց չի սպասում իրեն հավաքեն կամ ինչ որ կազմակերպեն, որ ինքը դուրս գա։ Իսկ ինչպես ստացվեց, որ 60,000 ձայն հավաքած Գավաճ Հայաստան կուսակցությունը փաստորեն դուրս մնաց խորհրդարան։ Դե ես ասում եմ, իրենք իսկ բողոքեցին, աղմուկ բարձրացրեցին այդ 3 ընտրատաղամասերի մասով, ես տենց եմ հիշում, մենք կոնկրետ չենք բողոքել այդ մասով, թողել ենք տեսնենք ինչ կլինի, իրենք որպես ընդդիմադիր ուժեր այսպես աղմուկ բարձրացրեցին, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ որոշում կայացրել հաշվարկել այդ ձայները։ Իդեպ մենք ավելի ենք դուժել, որովհետև մեր ձայներն էլ շատ պակասել։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, Տիկին Ղազարյան, եթե դեմ չեք, մենք հեռախոսազանգենք մեր հեռուստադիտողին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, Բարև բարև ձեզ ձեզ Տիկին Ղազարյան, այո, ողջունում ձեզ հեռուստաընկերներից։ Տիկին Ղազարյան, երկու հարց Տիկին Պետրոսյան խնդրում եմ գրանցել, որպեսզի չմոռացվեն։ Առաջինը Արցախի հետ կապված, երկրորդը ԲՀԿ-ի հետ կապված։ Առաջինը ես նկատեցի հետաքրքիր կերպով, երբ Տիկին Պետրոսյանը ձեզ հարցրեց Արցախի հետ կապված, դուք շատ նրբորեն անմիջապես փոխեցիք անվանումը Լեռնային Ղարաբաղ։ Կուզենայի իմանալ, արդյոք դրա տակ կար որևէ պատճառ, միգուցե դուք վախենում եք ասել Արցախ, միգուցե վերևից կա հրահանգ, հենց վարչապետից ԿՊ-ի անդամներին, միգուցե հենց վարչապետն է, ղեկավարն է վախենում այդ Արցախ եզրույթից, ինչու անմիջապես փոխեցիք այդ անվանումը։ Երկրորդը ԲՀԿ-ի եւ ձեր երկրի միջազգային վարկը։ Նախ ասեմ, որ բոլորս տեսանք, որ ԲՀԿ-ն ինչպես դուրս մնաց արժեից, դրանով դուք ստացաք 3/5-ը։ Դուք ունեք սահմանադրական մեծամասնություն, բայց գոնե 3/5-ը։ Բայց դա վիճարկվեց նույնիսկ այնպիսի դիտորդների կողմից, Դանիել Օհաննիսյան եւ այլն, որոնք այդ որոշումը համարեցին ոչ լեգալ։ Եվ դրա պատճառն այն էր, որ ընտրությունները այդ երկու տեղամասերում հայտարարվեցին անվավեր, հենց կենտրոնական հանձնաժողովի կողմից, բայց չնշանակվեցին նոր ընտրություններ այդ տեղամասերում, որոնք կարող էին փոխել վիճակը։ Եվ ասում եմ, ձեր երկրի դիտորդները, այդ թվում Դանիել Օհաննիսյանը եւ այլոք բացահայտ ասեցին, որ դա ոչ լեգալ է։ Կուզենայի երկրորդ հարցը իմանալ, արդյոք երբ որ դուք նման բացահայտ կերպով զրկում եք, ենթադրենք որոշ ընտրողներին իրենց իրավունքից եւ դուրս եք թողնում մի ողջ քաղաքական ուժի, այսօր դուք չեք անհանգստանում, որ ձեր երկրի վարկը միջազգային կառույցների կողմից կարող է ընկնել եւ դուք կարող եք տուժել, քանի որ դուք ցանկանում եք դինել դեմոկրատական երկիր եւ որ աշխարհը ձեզ այդպես դիտի։ Չեք վախենում, որ դա կարող է վնասել ձեր երկրին։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ ցանկի համար։ Շնորհակալ եմ, հերթով անդրադառնամ հարցերին, շատ լավ հիշեցի հարցերը։ Ոչ, բնավ չենք խուսափում, որևէ խնդիր չունենք Արցախ բառը օգտագործելու հետ։ Բացարձակապես որևէ խնդիր չունենք, ուղղակի ես կարծում, բացարձակապես, ուղղակի իմ իսկ սուբյեկտիվ դրսևորմամբ Լեռնային Ղարաբաղ կոչելը շատ ավելի ճիշտ է, շատ ավելի տեղին է եւ շատ ավելի իրավական է։ Որպես ավելի շատ երևի վերջից ձեզ համար, ավելի շատ իրավական, այո, ավելի շատ իրավական է դրա համար ոչ թե Արցախ, այլ որովհետեւ ես քաղաքական դեմք եմ եւ իմ համար ճիշտ է որ կոչեմ իրավական այդ ասում եք դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, այսինքն անկախ նրանից ձեր խմբի ձեր կուսակցության ղեկավարը ինչպես է դա արտաբերում, դա նշանակություն ունի, եթե ունենայիք խնդիր չունենք, ես չգիտեմ ինչ են անընդհատ ասում, ասեք Արցախ, դա դրանից էությունը հարցի որևէ կերպ չի փոխվում, ուղղակի ես էլ եմ հաշվի առնելով ճիշտ մեր ղեկավարն էլ դիմում երբեմն Արցախ, երբեմն Լեռնային Ղարաբաղ, դրանից որևէ էությունը այս հարցի չի։ Ուզում եմ այստեղ այդ շեշտադրումը, այո, այդ շեշտադրումը, որը որ ընդդիմադիրները անընդհատ փորձում են, sense դուք չեք ասում Արցախ, դուք ասում եք, այդտեղ տենց որևէ խնդիր, որևէ մենքս չունենք ասելու կամ կոչելու։ Դա էությունը հարցի ընդհանրապես չի փոխում։ Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին դուրս թողելու, ել եմ ասում, ինստիտուտներն առանձին են աշխատում։ Այո, դիտորդները արձանագրել են, դիտորդները դիմել են ատյաններ, այդ process-ը գնում է, մենք էլ իրենց հետ հավասար բան ենք անում, հետևում ենք այս ընթացքին, թե ինչ ընթացք դա տեղի կունենա։ Դանիել Օհաննիսյանն ասում է հղում տալով օրենքին, որ կարող էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ վերջում 2024 թվականին ընդունված օրենսդրական նախաձեռնության, որը որ մենք ենք ընդունել, մեր օրոքա ընդունվել, որ կարելի էր այդ ընտրատեղամասներում ունենալ վերաքվեարկություն, այսինքն օրենքը դա թույլ է տալիս, բայց չի պարտադրում։ Հիմա մեղադրել մեզ էլի եմ ասում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման որոշում է կայացրել, շատ սխալ է։ Եկեք մի հատ ուրիշ դիտանկյունից այս process-ին նայենք։ Մենք ականատես եղանք, որ դրսից շատ մարդիկ եկան, ընտրեցին ու գնացին։ Շատերը եկան ուղղակի մեկ օրով ընտրեցին ու գնացին։ Նույնիսկ մի 5 հոգու լրատվականներն էին իդենտիֆիկացրել հենց Զվարթնոց օդանավակայանում։ Հիմա արդյոք մենք որ վերաքվեարկություն դնեինք իրենց ուժը ձայն կհավաքեր։ Ես չեմ կարծում,
որովհետև այդ ուղղորդվածները եկել են հենց այս 3 կուսակցությունին ձայն տալու համար։ Նրանցից մեկին կամ պետք է ընտրեին Հայաստան դաշի, կամ ուժեղ Հայաստան, կամ այսինքն ուղղորդված ընտրությունները հիմա իրենց օգտին է եղել։ Հիմա որ վերաքվեարկություն դներ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչքանով էին վստահ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհավաքեր էլի նույնքան ձայն կամ ավելի քիչ չէր հավաքի։ Եթե մնար մենակ ընտրակաշարք եւս մի этаպով չբաժանվեր, նույն մարդը նորից տնից դուրս կգար, ընտրակաշարքի հիմքով կգնար նույն մարդուն ձայն կտար, մի քիչ ստեղել եմ կասկածում։ Այնուամենայնիվ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, մենք հաշտենք այդ խնդրի հետ, ես ասում եմ, մենք հաշտենք ցանկացած ընտրության արդյունքի հետ։ Ու միշտ ենք հաշտել։ Տեսեք, միջազգային հարթակները ինչպես կարձագանքեն, մենք էլ ենք սպասում։ Մենք էլ ենք սպասում։ Էլ եմ ասում, դա խնդիր կարող է առաջացնել երկրի համար, բայց մեր ինստիտուտը տենց է որոշել։ Հիմա գնանք ազդենք ինստիտուտի որոշման վրա, դա էլ ճիշտ չեմ համարում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպես է որոշել։ Մեր ընդունած օրենքն է եղել, մեր օրոք ընդունված, որ հնարավոր է վերականգնել, բայց հիմա այդպես է որոշվել։ Մի բան էլ էլի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես եկավ կուսակցության անվան տակ, բայց քանի տարբեր այլ կուսակցական խմբավորումներ կար այդ նույն կուսակցության ներքո։ Եթե մենք ռեալությամբ դատենք, իրեն 10% էր պետք, ոչ թե 4%։ Իսկ եթե իսկապես այդ հաղթող ուժ լիներ, այդ 4%-ի խնդիրը չէր ունենա։ Ու ձգել էս ամեն ինչին, դուք կունենաք 3-5-րդ աստծություն, մենք սահմանադրական մեծամասնություն էինք ուզում։ Չունենք հիմա սահմանադրական մեծամասնություն, ինչ անենք։ Եվ ասում ենք, եթե չունենաք սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի։ Մենք ասել ենք, եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, առհասարակ, եթե մենք չհաղթենք, ոչ թե սահմանադրական։ Մեր նիշն է եղել ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև գիտեք մենք ցանկանում էինք, որ այսինքն ընթացակարգ օրենսդրական այնպեսին է, որ նոր սահմանադրության ընդունման նախաշեմին ենք, տեքստը պատրաստ է եւ այլն, մենք ամեն դեպքում դրա ճանապարհով գնալու ենք իրավական այլ գործընթացները, չգիտեմ ոնց կլինի, գուցե իման ունենք, գուցե 5 տարի հետո ընդունվի, գուցե նոր խորհրդարանը ամեն դեպքում ընդունի սահմանադրությունը եւ այլն, բայց այնուամենայնիվ սահմանադրության ընդունման համար, բայց եթե մենք չհաղթենք, վստահաբար պատերազմ կլներ ու մենք միշտ ենք դա ասել։ Դու դեղանոն վստահ եք։ Այո։ Տիկին Ղազարյան, ընտրությունների հետ կապված եւս անդրադառնանք հետեւյալ թեմային, ամեն դեպքում դուք սահմանադրական մեծամասնություն չեք եւ ընտրություններից հաջորդ օրը ես այստեղ հարցազրույց ունեցա Հովիկ Ղազարյանի հետ եւ մի հայտարարություն արեց, որը իհարկե աղմուկ բարձրացրեց եւ ընդդիմադիր դաշտում եւ հենց Բարգավաճ Հայաստանը դրանից շատ, այսինքն արձագանքեց նրա հայտարարությանը, որ Բարգավաճ Հայաստանի հետ փորձում են բանակցություններ վարել քաղաքացիական պայմանագիրը, որպեսզի այդ ձայները իրենց համար կարողանեն իրենցով անել։ Ինչու այս խոսակցությունը զրույցը եղավ հենց մեր տաղավարում, ընդ որում հայտարարությունը անում էր ազգային ժողովի падգամավոր մարդ, որ 8 տարի եղել է քաղաքացիական պայմանագրի կողքին, գիտեն նիստ ու կացը, վեր ու վարը, մի խոսքով, եւ այդ հայտարարությունը իրոք աղմուկոտ դարձավ, Բարգավաճ Հայաստանը անդրադարձավ քաղաքացիական պայմանագիր, ինչու այդ հենց այս կուսակցության հետ այդ այսպես ասած առետրի մասին խոսվեց։ Ես անկեղծ ասած առաջին անգամ եմ լսում, զարմացած եմ, որ նույնիսկ աղմուկ է բարձրացրել, բայց չեմ լսել, բայց միանշանակ էր, որ նման բան չէր կարող լինել։ Ես զարմանում եմ Աղազարյան, այո, Աղազարյանը այդքան տարի աշխատել է ու կարգառու ներկայացուցիչ է եղել քաղաքացիական պայմանագրի նման ենթադրություն անել, ես կարծում եմ դա պարզապես իր ենթադրությունն է, գուցե մտածել է դա մենք այդպես կանենք, որ սահմանադրական մեծ չգիտեմ, բայց ամեն դեպքում ճանաչելով մեզ, ճանաչելով մեր առաջնորդին պետք է իմանալ, որ նման բաները ինքը այդքան հեշտ չի, ԿՊ-ում այդ ամեն ինչը տենց որ բան չի, որ ինչ որ բաներ առաջ տանելու համար մենք կարող ենք նման քայլերի գնալ, նման բան չի եղել այս 8 տարվա մեջ, չի լինի նաև հիմա վստահաբար ասում եմ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի ներսում ինչպես եք այս փոփոխություններից հետո մարդիկ կան, որ արդեն չեն գալու ազգային ժողով, մարդիկ կան, որ նորերն են գալու։ Հա, դժվար է, որովհետև շատ լավ գործընկերներ ունենք, որոնք որ չընտրվեցին, բայց մենք գնացինք էլի ժողովրդավարական ճանապարհով։ Մենք գնացինք ներքին ընտրությունների հիմքով ցուցակ կազմելուն, որի արդյունքում այո կան գործընկերներ, որոնք
գուցե մի քիչ թերացել են կուսակցականների հետ աշխատանքում, այլ աշխատանքի վրա են սևեռված եղել եւ արդյունքում այսօր դուրս մնացին ցուցակից, ունենք նորեկներ ցուցակում, տեսնենք ինչպես կլինի խորհրդարանում աշխատանքը, բայց ամեն դեպքում հետարքիր ու շատ ուժեղ, այսպես խայտաբղետ սիրուն թիմա հավաքվել։ Լսենք մեր հեռուստադիտողը, մենք զանգեր շատ ունենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո Մարի ջան, ողջունում եմ ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, ինձ շատ հետաքրքիր է մի բան։ Երբ որ պարլամենտի անդամի տեխնացիա լինում կամ վարչապետի նախքան իր տեխնացու ունելը, չեն ստուգում այդ մարդու ռեկորդը, անցած կյանքը, ինչքան սևից կա, ինչքան տեքսերակեր է, ինչ անցագործություններ կա։ Եվ այդ պարագայում, եթե վերցնենք իրեքի վրա էլ ոչ թե սևից, այլ սև բծեր կան։ Եվ այդ մարդիկ իրանց տեխնացությունն են դնում, ոչ ոք չի ասում, որ ախր մի հատ ձեր ռեկորդին նայեք, անցած կյանքին նայեք, ձեր արարքներին նայեք։ Ու այս մարդիկ ինչ ասես վրեքնին կա, բայց իրանց դնում են իրանք տեխնացությունը, թույլ են տալիս։ Հենց չեք կարծում սխալ է այստեղից է սկսում։ Մենք շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ եմ, իսկապես կարևոր հարց եք բարձրացնում, տեսեք, երեք այդ կուսակցություններին, այո, գործեր կար թե Գագիկ Ծառուկյանի վրա, գործեր կար թե Ռոբերտ Քոչարյանի վրա, իհարկե Սամվել Կարապետյանի պարագայում էլ ինքը քաղաքացիության ցենզը չուներ, բայց տեսեք ինչպես են բան լինում, մենք քանիցս խոսել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նույնիսկ հարց ենք տվել, ինչ կարող է հիմք հանդիսանել։ Գնում են տարածի օրենքի պահանջին համապատասխան, ինչ ասում օրենքում ընտրվողի համար, ով որ պետքա տեխնացու դնի, մի քանի փաստեր են, անկախ ամեն ինչ, երբ որ վերջնական վճիռ չկա դատարանով հաստատված, մարդը կարող է մասնակցել ընտրություններին։ Եվ այնտեղ շատ քիչ, վերջին 4 տարում 2 տարի Հայաստանում ապրող հայերենի իմացությամբ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել տեխնացու։ Սա է պահանջը 25 տարին լրացած եւ այլն։ Սա է պատգամավորի համար նախատեսված պահանջը։ Ու հիմա ես ինքս էլ բան եմ արել, նախաձեռնությամբ եմ հանդես եկել, այս անգամ ընտրողների վերաբերյալ ցենզ սահմանելու համար, վերջին դեպքերը հաշվի առնելով եւ նաեւ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։ Այսինքն ըստ հեռուստադիտողի հարցին ուղիղ պատասխանեմ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ չունենք, օրենքի համապատասխան ինչքան որ ցենզերը, այսինքն չենք նայում տեսնենք, հիմա մենք մեր քաղաքական գնահատականը բոլորի հանդեպ կարող ենք տալ, բայց օրենքը ինչ նախատեսում է համապատասխանում են, հետեւաբար մասնակցում են։ Հետագայում եթե լիներ արդեն օրենքի ուժի մեջ մտած դատավճիռ, դա արդեն բնականաբար խոչընդոտ կլինի։ Որտեղ ամեն դեպքում դուք հնարավորություն ունեք տվել այս մարդկանց մասնակցել ընտրություններին, ընտրությունների արդյունքները դե չենք կարող չեղարկել, եթե օրենքին համապատասխանում են հայտարարում եք, որ այդ մարդկանց ընտրողները գնացել են ընտրությունների ընտրակաշառքով եւ այդ ընտրակաշառքով ձևավորված խմբերը պետք է մտնեն ազգային ժողով եւ ընդունելով այդ փաստը դուք պետք է նրանց հետ շարունակեք 5 տարի։ Ցավոք, որովհետեւ տեսեք, ելի եմ ասում, մենք բոլորս կունենանք մեր գնահատականը այդ մարդկանց համար եւ մենք խոսքի սկզբից ասացինք, որ մենք դատայրովական համակարգում ճգնաժամ ունենք, գուցե փաստերի պակասնույթ է, բայց այս process-ները անընդհատ մենք վստահել ենք, որ ինստիտուցիոնալ կերպով փաստահեն որոշումներ կկայացնեն, որտեղ մենք բոլորս ամեն ինչ շատ լավ գիտենք, բայց երբ որ մտնում ես այդ իրավական այդ գործընթացների մեջ, գուցե ինչ-որ միտեղ խզում է առաջանում։ Ես չեմ կարող հիմա քննադատել դատավորներին կամ ինչ-որ բան, բայց ակնհայտ է, չէ՞, որ ինչ-որ մի բան առաջ չի գնում ու բոլորս ենք դա տեսնում։ Իսկ օրենքի պահանջին համապատասխան այդ մարդիկ այսինքն ես չէի կարող իրենց զրկել կամ մենք իշխանությունը չի կարող իրենց զրկել չմասնակցել ընտրություններին։ Բայց ընդունելով, բայց հիմա արդեն այլ է։ Հիմա արդեն կարելի է այնպես անել, մարդիկ ովքեր ընտրակաշառք են բաժանել, վերցրել, միջնորդել եւ այլն, որոշ ժամանակաշրջան չկարողանան որևէ հանրային գործունեությամբ զբաղվել։ Սա կլինի արդարացի լուծում, որ հետագայում կխոչընդոտի նման մարդկանց ընդհանրապես քաղաքական ասպարեզ մտնել։ Եվ որքան է լինելու արդար այդ ընտրակաշառքով մարդկանց մուտք ազգային ժողով։ Դե արդար չի, մենք ասում ենք ոչ լեգիտիմ է իրենց այստեղ գտնվելը, բայց ուրիշ տարբերակ չունենք, որովհետեւ այն օրենքների հիմքով, որոնք որ իրենք գալիս են, դեռ ոչինչ չեն կարող անել։ Հիմա անհատական մոտեցմամբ 122 վարույթ կա, որոնց
մեջ կան նաև այդ падգամավորի տեխնացուները, նրանց վերաբերյալ կլինեն վճիռներ, ըստ այդմ արդեն հետագա ընթացքը ցույց կտա։ Արգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Տիկին Ղազարյան փաստորեն ամեն դեպքում արդյունքների այդ վերջնական արդյունքներին մենք սպասենք, կհետևենք, տեսնենք ինչ իրադարձություններ են տեղի ունենում։ Ընդդիմությունը հիմա է ուզում, կարծես թե համախմբվել։ Ընտրություններից առաջ, ինչպես պարոն Կարապետյանն է ասում, Սամվել Կարապետյանը չեն արել։ Գուցե վրիպել են, գուցե ինչ հիմա կոչ են անում այդ համախմբման եւ այդ գործընթացը դեռ քննարկումների մեջ է։ Ինչ կարող են անել համախմբվելով։ Ընդդիմությունը ինչ կարող է։ Իրենք համախմբված եղել են, իրենք համախմբված գործել են։ Եթե էլի ասում եմ նայեք ընտրակաշառքների այդ հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդության արդարադատության նախարարություն, որ օրենսդրական փոփոխություններ իրականացվի կանխվի հետագայում միջնորդությունը դրան էր վերաբերվում կանխվի հետագայում 3 հիմնական կուսակցություն Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Ուժեղ Հայաստան դաշինք, Հայաստան դաշինք, իրենք իրար հետ բոլոր ներկայացուցիչները իրենց մարտիկ են եղել այս ընտրակաշառք տալ, վերցնել, միջնորդել եւ այլն այդ ամբողջ գործընթացի մեջ։ Իրենց համախմբումը ի սկզբանե է եղել նույն ուղղությունից ուղղորդված, նույն քաղաքականությամբ, նույն մարդկանցով, երբ որ նայում ենք ցուցակները, արդեն ամեն ինչ ակնհայտ էր։ Ես միշտ ասել եմ, նայեք ցուցակները, իրենց վարչապետի տեխնացուն, քանի որ Բարգավաճ Հայաստանն ասում էր մենք տեխնացու չունենք, Ուժեղ Հայաստանը եւս իրենց տեխնացուն պարզավոր չէր կարող լինել Սամվել Կարապետյանը, որտեղ տարբեր երկրների քաղաքացի է եւ նաեւ առաջին նիստով պետքա որոշի, պարզ էր, չէ, որ իրանք էլ չունեն վարչապետի տեխնացու, գալիս էր Քոչարյանը իրենց վարչապետի տեխնացուն դրա համար էլպես դուխով ասպես ասած դրել էր իր տեխնացուն եւ Քոչարյանը բան անելու համար, այսպես ասած կառավարելու համար մյուս կուսակցությունը յուրաքանչյուրը Հայաստան դաշինքի տեխնացուները իրենց երկրորդ համարներ են, Վարդևանյանը Ուժեղ Հայաստանի երկրորդ համարներ, Թևանյանը Բարգավաճ Հայաստան, ասենք ամեն ինչ այնքան խոսում էր, որ իրար հետ են աշխատում, այդտեղ նույնիսկ վեճ չկար։ Հիմա նոր մենք վարչապետն ասում է ընտրություններից հետո եթե խնդիր կա, բա ինչի մի հոգի փողոց դուրս չի եկել, եթե որևէ մեկը ում ձայնը կեղծվել, այդ չի դուրս գալիս, ասի ինչա իմ ձայնը կողտ։ Տենց խնդիր լիներ, մենք ընդդիմություն եղել ենք երկար տարիներ, լուր կնստենք, սպասենք, տեսնենք ինչա, հետո դրանից հետո 10 օր հետո ասում են դե մենք համախմբվում ենք։ Բացի դրանից Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ իրենք ունեն իրենց համախոհները, որոնք կհելնեն, կգորգորան ինչպես պետք է, ավելի շատ կգորգորան, բայց արդյունքը կարող է լինել հիասթափեցնող, այսինքն ինչի մասին է խոսքը։ Դե գիտեք, ընտրակաշառքով ընտրության գնացող մարդը երբեք փողոց դուրս չի գա պայքարի։ Պայքարի դու գալիս է գաղափարական հենքով։ Որ թեկուս երկրորդ փուլ հայտարարվի, եթե վստահ չեմ, որ այդ նույն ձայները հավաքելու են։ Դե դա տեսեք իրենք մի բան են գտել, որի վրա կարող են ինչ որ մի լեգիտիմ բան կառուցել։ Ձեր համարել են, ասում ընտրակաշառքի թեման սարքել են մատին փաթաթան եւ ամեն տեղ շահարկում։ Դե բնականաբար ես միշտ ասել եմ, այդպես որ հերո եք փախնում, բա որ վաղը վճիռներ լինի։ Պատրաստ եք ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնելու համար։ Երբ որ ասում եք 300,000 ադրբեջանցի հենց ընտրությունների հաջորդ օրը գալիս է Հայաստան, հիմա չկա, ինչու չեք ներողություն խնդրում դրա համար։ Բայց մենք տեսանք, որ արդեն մի քանի օր առաջ այդ այսպես ասած փառատոնը Սիրելիներս, եկեք մի բան ասենք, եթե մենք Ալիևի նորից հողորտանքները լսեցինք, այնպես չի որ ամեն ինչ գիտեք ինչ, երկու կողմից պետք է կարողանանք այս process-ին կոնտրոլ անենք, որովհետև այո, խաղաղության նախաստորագրված համաձայնագիր ունենք, բայց մենք միշտ ենք խոսել այն մասին, որ մենք պետք է հոգ տանենք այդ խաղաղության մասին, որովհետև վերջնա բավականին քչացել էր այդ խոսույթը։ Եվ մեր ուժը դնում ու այդ խոսույթը զարգացնում է։ Քարոզարշավի հիմնական բանը դրել են այդ դրա հիմքի վրա են կառուցել, վախեցնելով ու ահաբեկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց ինչ եք ուզում ընդեղից արձագանք չունի, իրաց էլ տես բան է պետք արձագանքելու համար։ Մենք պարարտ հող ենք ստեղծում մարդկանց դրանց մասին խոսալու համար։ Ասում եք Արցախի դրոշները ինքնին արդեն պատճառ են այդ խոսակցություն։ Հնարավոր չէ այդ Արցախի դրոշները ենթադրենք հավաքել 2 օր եւ տեսնել արդյոք այդ խոսույթները։ Դա տեսեք, նախ այդ խոսույթը, երկրորդը մանր բաներ են, որոնք որ պետք է բան անել, իրար կողք դնել ու տեսնել դրանից ինչ կստա։ Մենք անընդհատ նայում ենք դրսից ինչ կգա, բայց մի հատ չենք նայում, մենք դրսից ինչ ենք խոսում։ Աղա մենք ազդակ ենք տալիս։ Ամեն դեպքում Օրդուբադի այդ համաժողով, այդ փառատոնը, որ եղավ, այդտեղ պետական մակարդակով կազմակերպված գիտության կրթության նախարար եւ այլն։ Ես ասում եմ, մեր ընտրությունների թեզերից մեկն էլ դա է եղել, որը որ պարտող է ստեղծել իրենց համար այդ մասին խոսելու։ Ես ասում եմ, մենք ես չեմ կարող ասել, մենք երկուստեք պետքա դադարեցվի այդ խոսակցությունը, մենք միշտ ենք դրա մասին խոսել։ Հայկական կողմը դադարեցրել է, բայց ադրբեջանական կողմը չի դադարեցրել, փաստացի չի դադարեցրել։ Եթե չի էլ դադարում, նման խոսակցություններ կար, իշխանությունը լրացնում է տարբեր ձևերով, փորձում է։ Չենք լրացնում, մենք ասում ենք սիրելիներ, մենք անցել ենք այդ
էջը թերթել ենք ու գնում ենք խաղաղության ճանապարհով, մենք ջանք չենք խնայել խաղաղության հասնելու համար, եկեք կլինի չխաթարեք այդ գործընթացը, քանի որ մեր համար կենսական նշանակություն ունի պատերազմ չունենալը, խաղաղ երկիր ունենալը, տնտեսության զարգացումը, մեր ունեցածը պահելու, պահպանելու գործընթացը։ Շատ բարդ չի դա հասկանալու համար եւ պետք չի սեփական բիզնեսները փնտրելու եւ այլնի համար ամեն ինչ ջրի հետ տալ, ինչա թե իրանք իրենց համար բան չդատվեն, բան անեն, բիզնեսները փնտրեն, փրկեն կամ այս կամ են, ասենք երկիրն էլ դնեն այտենց նժարի վրա կամ պետություն ունենալ չունենալու նժարի վրա։ Անընդունել է գործընթացը։ Ինչու է փորձում ընդդիմադիրներին հենց իր սեփական կոչով փողոց դուրս բերել։ Տեսեք, մենք էլ եմ ասում, մենք ընդդիմադիր ենք եղել։ Մենք քանի տարիներ պայքարել ենք ընտրությունների կեղծվածության դեմ եւ այլն։ Մենք ասում ենք, եթե համաձայն չի, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացին ա մեզ մանդատ տալիս իշխանություն ունենալու եւ դրանում քանիցս համոզվել ենք։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մի կետում մեր հետ համաձայն չի, մենք միշտ ասել ենք, կարող է դուրս գալ փողոց եւ մեզ ուղղակի իշխանությունը վերցնել ոնց որ տվել է մեզ իշխանություն։ Դրա համար վարչապետն ասում է, եթե իրոք կա Հայաստանում քաղաքացի, որ մտածում է, որ ընտրակեղծարարություն է եղել, ինչպես իրենք են ասում, հիմա փողոցները լցված կլինեին։ Գեթ մեկ քվե շեղվեր, ես վստահաբար ասում եմ։ Փողոցի թեման կարծես թե դեռ փակ չէ, Լևոն Քոչարյանն էլ դրա մասին սեզոնային անընդհատ խոսում են, անընդհատ սեզոնային մենք այդ գաստրոլները տեսել ենք, որը իրենց կողք մարդ չի կանգնել, իրենց կողքը մարդ չի կանգնել։ Ու ես միշտ եմ ասել, իրենց որևէ ժամանակ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ընտրել, չի էլ ընտրելու ու չի ընտրել այս անգամ էլ չի ընտրել։ Այս անգամ էլ չի ընտրել, թեպետ իրան կանցել են։ Բավականին քչացել են։ Սանուտի փոխարեն 11 եւ երկրորդ նախագահ։ Էնել մի կերպ, ես նույնիսկ վստահ եմ, որ ինքը չի անցնի խորհրդարանյանց ուժը չի անցնի խորհրդարան, դեռ 4 տարի մարդիկ չեն աշխատել, ընտրողը ինչի հիմքով պետք է քվե տար։ Ես վստահ եմ, որ ես ասում եմ Հայաստանում քաղաքացիները Հայաստանի հետ կապված ինչ եք մտածում։ Այդ հաշվարկներ ունեք, որ ավելին կլինեն նրանց մանդատները, քան Ռոբերտ։ Դե հաշվի առնելով այն գործընթացը, որ ծավալում էին, ճիշտ ասած վստահ չէի, որ կունենան, բայց նաև լծակներ ունեցան, կարողացան ազդել մարդկանց վրա, կարողացան շատ փող ծախսեցին, որի դիմաց ես կարծում եմ իրենք էլ գոհ չեն իրանց արդյունքից։ Դե դա փող ծախսել թե ժամանակը ցույց կտա իրական տոմսից առնելով, մարդկանց բերելով, աշխարհի տարբեր ծերերից, բան այդ ընտրակաշառքների թվի բարձրացում, ասենք այդ տոկոսով եւ այլն, դա վերջը մի փոքր արդյունք տվեց, sense կարելի ասել։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հերոստատիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ հյուրին։ Շնորհակալ եմ։ Հարցս հետևյալն է, իշխող ուժը շատ նոր նախագիծ, որը կարելի է ողջունել, քաղաքացիություն ունեցողները գոնե վերջի 6 ամիսը պարտավոր են ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես ինքս դրսից եմ զանգում եւ ուզում եմ հետաքրքիր հարց բերեմ, որ դրա ճշտությունը ինչքանով է երևում։ Երբ որ լսում ենք սահմանամերձ գյուղերի, սահմանամերձ բնակավայրերի տվյալները, պարզ երևում է, որ մեծամասնությունը խաղաղությունն է ուզում, ժողով, ես չեմ ուզում ինչ-որ մի հատ իշխող ուժի ներկայացությունը, նախ կարելի է շնորհավորել հաջողության համար, բայց այդ բոլոր սահմանամերձ գյուղի ժողովուրդները, բնակավայրի մարդիկ ընտրում էին խաղաղությունը, կայունությունը։ Մենք ինչի՞ չենք ուզում հաշվի նստենք դրսից Ռուսաստանից կամ Ամերիկայից, գանք մենք մասնակցենք խախտենք իրանց իրավունքը։ Որը պետք է քվեարկի, մենք իրավունք չունենք, մի տարի էլ իրավունք չունենք, եթե չենք ապրում այդ երկրում։ Այս ժողովրդի ճակատագիրը սահմանում ապրողը եւ զինվորը պետք է որոշի։ Իսկ դրսից եկածներին 6 ամիսներ չի չավոր։ Ընդհանրապես այդ կարող եմ ասել, ես շատ լավ բաներ ունեմ ասելու, բայց չեմ դեռ ժամանակը զբաղվում։ Հետո նորից կհանդիպենք Տիկին Ղազարյանը շատ է լինելու մեր տաղավարում, այնպես որ էլի հնարավորություն կունենաք շփվելու։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ եմ շատ։
Ես ինչի մասին խոսում եմ, այո, իրոք շնորհակալ եմ, տեսեք դրսում ապրող մարդ, որ իրապես մարդը իր կենսական շահերը ուրիշ երկրում ունի եւ շատ նորմալ է, իրոք սահմանամերձ մարդու համար, մարդ ում տղան բանակում է, մարդ ում տղան 2 տարի փոխարեն մի տարի է ծառայելու, մարդ ով ապահով է իր անվտանգության համար, մարդ ով կրում է հետևանքները ընտրությունների արդյունքների, դա այն մարդն է, ով ապրում է Հայաստանում։ Այնպես որ դուք այս 6 ամիսվա Մենք հիմա ցենզը դրել ենք նստակայցության, այդ նախագծի հեղինակներից հիմնական զեկուցողն էլ ես եմ, ու շնորհակալ եմ նման գնահատականի համար, իրապես հանրային պահանջ էր ոչ միայն մեր քաղաքացին, այլ բոլորն են մեզ դիմում ու ասում են, որ դա իրապես մի փոքր այստեղ բան ունենք, խզում ունենք, որ մարդիկ կան ասում են, որ տեսեք դիվանագետներ կան, ովքեր ծառայողական, մենք 2 բացառություն ունենք, հանրային ծառայության ծառայողը կարող է ծառայությունը կատարելու հիմքով գտնվի արտերկրում եւ մեկ էլ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողը, ասում եմ 6 ամիսը մի փոքր շատ կարճ ժամանակ է, գուցե քննարկենք մի տարի, վերջին 2 տարվա մեջ մի տարի, որովհետեւ ընտրելու իրավունքի համար ավելի շատ խիստ ենք վերաբերվում, քան ընտրվողի դեպքում, բայց ընտրելու դեպքում մենք երկքաղաքացիության ինստիտուտը հաշվի ենք առնում։ Ընտրվողը կարող է լինել մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց այստեղ երկքաղաքացի։ Իսկ ես էլի եմ նշում, մեծ փյուրք ունեցող երկրների համար այնպեսին, ինչպեսին ես եմ, միջազգային փորձել եք ուսումնասիրել, այնպես չի։ Շատ վտանգավոր է նման կերպով առաջ գնալը, որովհետև ամեն րոպե դրսից կարող է այսպիսի ուղղորդված հոսք ունենանք ու այստեղ իրավիճակ փոխվի։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանը։ Տիկե Ղազարյան, հիմա հասնենք արդեն մանդատներին։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ մանդատները եւս պայքարի գործիքներ են եւ այդ մանդատներից չպետք է հրաժարվել։ Հիմա վերցնելու են թե չեն վերցնելու։ Ընդ որում ձեր խմբակցության անդամներն ասում են թողան ազգային ժողով, մենք այստեղ շատ անակնկալներ ունենք իրենց համար պատրաստած, ավականու նիստում հայտարարեցին, որ դրանք իրենք լինելու են այդ բոքսի տանձիկներ, այսինքն արդեն չսկսված, արդեն չաշխատած, դուք նրանց ասում եք, որ ձեզ այստեղ լավ օրեր չեն սպասում։ Վերցնելու են մանդատները, թե չեն վերցնելու։ Ես կարծում եմ ամեն դեպքում իրենք մանդատներից հրաժարվողները չեն։ Իրենց պայքարը ամեն դեպքում այդ մի քանի մանդատ ունենալու նորից ազգային ժողով վերադառնալու իրենց այդ քաղաքական բանը պահելն է, դիրքը պահելն է, բայց ոչ թե աշխատելու, այլ հնարավորինս սաբոտաժ ենթարկելու իշխանափոխության հիմքով, ինչպես խոստացել են ժողովրդին 21 թվականին գալու են իշխանափոխության հիմքով եւ այլն, բայց ոչ աշխատեցին, ոչ են արեցին, ոչ են արեցին, այդքան որևէ կերպ հակոքը մաշացեն, հիշում եք ինչ բառերով։ Հիմա խնդիրը այլ է։ Մենք խոսեցինք թե ինչ մանիպուլյացիաներ, ինչ թեզեր են շրջանառել եւ ես ինքս էլ ասել եմ գալու են ազգային ժողով, ես ինքս ամեն ելույթից առաջ հարցնելու եմ ներկայացուցիչներին, բա ինչ եղան այդ 300,000 ադրբեջանցին, բա ինչ եղան են ձեր խոստացած 300,000 աշխատատեղը, բա խի մի դրամով չեք աշխատում, գալի գրանցվում եք, որ աշխատավարձ ստանանք եւ այսպես շարունակ։ Որովհետեւ այդ թեզերը սցենարներն ենք մենք տեսնելու, ինչ որ տեսել ենք։ Չէ, տեսեք, էթիկայի հանձնաժողով է կազմվելու ազգային ժողովում, ես կարծում եմ մի քիչ էթիկապես մեր խոսքը եւ վարքը կարգավորելու գործիք կլինի, որ կկարողանանք բան անենք, մենք դա մշակել ենք նախորդ այս 8-րդ գումարման ընթացքում եւ փորձելու ենք իմպլեմենտացնենք միջև 9-րդ գումարումը, որպեսզի կարողանանք կարգավորենք, որ նման ցածր մակարդակի վիրավորանքներ եւ այլն պարիտետային հիմունքներով է լինելու, հավասար ներկայացվածությամբ, եթե լինելու է մեղադրյալը իշխանությունից լինելու է նախագահան ընդդիմություն, մի խոսքով այնպես որ ավելի արդար հիմքով լինի, որտեղ ունեինք մի ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի կարգ կանոնակարգ օրենքում, բայց դա չէր կիրառվում, որովհետև միշտ մեծամասնություն ունենում էր մեծ ներկայացվածություն, օբյեկտիվ չէր լինի ամեն դեպքում որոշումները, այս դեպքում կլինեն օբյեկտիվ որոշումներ, որ զսպող ուղղակ կհանդիսանա այս դեպքում падգամավորների վարքի, բայց չենք կարող խոսել այն մասին, թե ինչու են խափում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Պետք է պատասխան տան այդ մարդիկ իրենց առաջ քաշած թեզերի ու ամեն ինչի համար, որ այս ընթացքում սաբոտաժ են ենթարկել բոլորիս։ Ժողովրդին էլ հետը կվերցնի մանդատը, հենց ինքը ներկայանալի կլինի։ Կարծում եմ չէ։ Կարծում եմ չէ, կխուսափի, որովհետև մարդը խոսքի խնդիր էլ ունի։ Հայերեն խոսալ նոր էր սովորում, եւ ես դա մեր հաղթանակն է, ստիպեցինք իրեն հայրերն էլ սովորել, հայերեն խոսելն էլ սովորել, դա մեծ շնորհակալ պետք է լինի այդ առումով, բայց չեմ կարծում կգա խորհրդարան, նախորդ անգամ էլ հրաժարվել իր մանդատից, բայց մնացածը կգան։
Դե ինչ ասեմ, ոչ թե վախեցնում ենք, այլ ուզում ենք, որ մարդիկ ռեալ տեսնեն, թե այս մարդիկ իրականում ովքեր են։ Ինչ ստի բանի դղյակների վրա են իրանց կառուցել եւ փորձել մարդկանց խաբել ու սաբոտաժի ենթարկել, ինչքան անխղճորեն եւ անարդարացիորեն։ Անհիմք, անփաստ։ Ինչ ասեմ, սպասենք Սահմանադրական դատարանի արդյունքներին, կարծում եմ հաջորդ անգամ որ հանդիպենք արդեն ռեալ արդյունքների մասին կխոսենք եւ Տիկին Ղազարյան, ձեր առաջին հարցը, որը պետք է բարձրացնենք արդեն որպես նորընտիր պատգամավոր, որն է լինելու։ Ունեք առանձնացրած ինչ-որ Այո, իհարկե երեք եմ մտածել։ Ես մեր հերթադիտողներին տեղեկություն տարածեմ, որ մենք դուրս կգանք ABC-ից, բայց մեր հաղորդումը կշարունակենք Patreon-ում եւ YouTube-ում, այնպես որ հետեւեք, հարգելի հայրենակիցներ, որտեղ մենք հեռախոսազանգ ունենք, որ ուզում եմ անպայման նայել զանգին։ Որ հարցն է լինելու ձերը, որը պետք է բացատրենք։ Այս ընթացքում քաղաքացիների հետ առհասարակ քաղաքացիների հետ էլ չէ, կան բաներ, որոնք որ այս 5 տարվա ընթացքում քիչ ուշադրության կենտրոնում են եղել։ Ես կարծում եմ, որ առաջին հարցս լինելու է հենց մշակութային ոլորտի հարց, կոնկրետ թատրոններին վերաբերել։ Շատ լավ, մենք կհետևենք, մենք վերջի հեռախոսազանգին պատասխանենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ լսում ենք։ Լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Հեռուստացույցի ձայնը իջեցրեք, մեզ հետ խոսեք հեռախոսով, ձայնը մեզ խանգարում է։ Լսում ենք ձեզ։ Մեր երիտասարդ թուղու այդ քաղաքական գործիչին խնդրում են պատասխանել մինչև ընտրությունները ինչի սահմանազատում չկատարեցին։ Սահմանազատում կատարվել է։ Եղավ, ինչի մինչև ընտրությունները չեղավ, իսկ ինչ վերաբերում է ժողովրդի փողոց գալուն, ժողովուրդը սպասում է, որ սահմանազատումը իրանք են հայտնվել փողոց ոչ ժողովուրդը։ Լավ, եղավ ձեր հարցը հասկանալու։ Սահմանազատման գործընթացը ինքը մենակ մեզանից կախված գործընթաց չէ, որ մենք որոշենք, որ հենց վաղը այս հատվածը սահմանազատում ենք։ Բնականաբար սահմանազատումը կատարվում է բավականին երկար քննարկումների արդյունքում, որովհետև ամեն միլիմետրի համար քննարկում է տեղի ունենում։ Ու սահմանազատման գործընթացը մի րոպե չի կանգնել, այդ քննարկումները չի կանգնել։ Եվ բնականաբար շարունակվելու է ու առաջիկայում էլի շարունակվելու է սահմանազատման սահմանագծման գործընթացը։ Մի փաստ ուղղակի կուզենայի ասել, որ Կիրանցում կատարեցինք սահմանազատում, հիշում եք ինչպիսի պրոցեսներ էին փորձում ընդդիմադիր դաշտում մարդիկ, ովքեր մոլորության մեջ են նույնիսկ գեներացնել։ Այսօր 53 եւ ավել բնակարան է կառուցվում հենց Կիրանցում, հաշվի առնելով այն անվտանգային գոտին, որ ստեղծվեց Կիրանցում, որ երբևէ չի եղել։ Երբևէ չի եղել։ Եվ մենք ունեցանք Կիրանցում այնպիսի սահմանազատված հատված, ունեցանք այնպիսի գոհ արդյունք կոնկրետ այդտեղ ապրող քաղաքացիների կողմից, մենք այնտեղ այցելել ենք նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ, մեր ներընտրական քարոզարշավի ժամանակ եւ գոհունակության ու 16 միլիոնանոց տներից բացի ուրիշ բան աչքներս չի կտրել։ Այնպես որ կարող եմ վստահեցնել, ինչքան էլ փորձում են, տեսեք, քաղաքացին աղաբեկված է սա սահմանազատումը երբեք չի լինի։ Քաղաքացին հիմա ձեզ է կարծես թե փորձում աղաբեկել, ես բնականաբար շատ լավ, եթե մենք միշտ ենք պատրաստ ընդունել առողջ քննադատություն մեր հասցեին, մենք միշտ ենք պատրաստ արժանապատիվ ընդունել այն ընտրության արդյունքները, որ ունենում ենք, որովհետև մենք աշխատում ենք ու ընտրությունները ժողովուրդը մեզ մեր պատասխանը տալիս է մեր աշխատանքին։ Տիկին Ղազարյան, հետևենք իրադարձություններին, հարցերը շատ են, բայց մեր հաղորդման ժամանակը արդեն ավարտվել։ Շնորհակալություն այսօրվա մեր հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։